Բարև ձեզ մեր սիրելի YouTube-յան դիտորդներ, այսօր թվով 4-րդ մեր ոդկասթն է ռեանիմացիայի եւ այսօր մենք Լիլիի հետ կքննարկենք բավականին մեծ տարածում ունեցող առողջապահական համակարգում քննարկվող թեմաները։ Բարև ձեզ, մենք շարունակում ենք մեր ոդկասթների շարքը, որի ընթացքում մենք բարձրաձայնում ենք բազմաթիվ առողջապահական խնդիրների, որոշակի փոփոխությունների մասին, որոնք ցավոք սրտի մենք բարեփոխում անվանել պարզապես չենք կարող, եւ առաջին թեման առաջարկում եմ սկսել հենց շտապօգնության ծառայությունից։ Օրենք է ընդունվել, որ արդեն հունվարի 3-ից սկսած շտապօգնության կանչերը պիտի հատուկ ինչ-որ դասակարգման արժանանային օպերատորի կողմից, ընդ որում պետք է նշել, որ օպերատորը չունի բարձրագույն բժշկական կրթություն, լավագույն դեպքում կարող է ունենալ միջին մասնագիտական կրթություն։ Եվ օպերատորը այսուհետ պիտի որոշի, արդյոք մեզ անհրաժեշտ են շտապօգնության այդ ծառայությունը, թե դրա փոխարեն կարող է ինքը օրինակ ուղարկել թերապևտ, մանկական բժիշկ կամ մանկաբույժ կամ օրինակ այլ նեղ մասնագիտացված բժշկի, ու այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ նախ օպերատորը ինչպես նշեցի, չունի այդ կրթությունը, հետևաբար ինքը չի կարող հասկանալ լրջությունը մեր ախտանիշների օրինակ, եւ հիմնականում են կանչերը պետքա փոխանցվեին այդ մասնագետներին, որոնք վերաբերում են օրինակ մինչեւ 38.5 աստիճան ջերմությանը, ռինիտին, տոնզիլիտին, եթե ճիշտ եմ հիշում, ինչպես նաեւ կրկնակի կանչերին նույն օրվա, անգամ նորագոյացություններով պացիենտների, ինչը մարդու իրավունքների ոտնահարում է, որովհետև դուք չեք կարող ասել նույն օրվա ընթացքում ինչ զարգացում կարող է լինի այդ մարդու մոտ, ու այստեղ մի բան էլ էի ուզում հիշել, առանց կլինիկական նշանների զարկերակային գերճնշումը նույնպես փոխանցվում է թերապևտին իրենց սկզբնական ձևակերպման համաձայն, այսինքն առանց կլինիկական նշանների մենք գիտենք, որ կարող են այնպիսի բարդություններ առաջանալ, որոնք կարող են հանգեցնել անգամ մահվան։ Ու այս մոտեցումը անթույլատրելի է, ու քանի որ իրենք կարծում էին, որ պիտի թերապևտը կամ ընտանեկան բժիշկը սպասարկի այցելուին 2 ժամվա ընթացքում, պիտի այդ մասնագետը ամենայն հավանականությամբ A կետից հասներ B կետը, որպեսզի սպասարկեր այդ մեծ թվով մարդկանց, ու եթե նայում ենք օրինակ մարզերում, մեկ բժշկին բաժին է հասնում մոտավորապես 8000 քաղաքացի, իսկ Երևանում 2000։ Սա մեծ խնդիր է, ու իրենք էլ հասկացան, որ դա ուղղակի խելքին մոտ չի, հիմա ընդհանրապես որոշում է կայացել, որ պետքա դուրս գան այդ կանչերը, եւ բժիշկները այսուհետ տնայցեր չեն իրականացնելու միայն հազվադեպ հիմնականում հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող պացիենտների դեպքում։ Ինչպես նշեցինք, շտապ օգնության մասին ենք մենք խոսում, այստեղ շտապ բառը մի քիչ այդքան էլ ճիշտ չի ընտրված այնքանով, որ մինչև օպերատորին բացատրես ախտանիշները, նա կարողանա ընտրի համապատասխան մասնագետներին, որոնք որ պետք է գան, արդեն բավականին մեծ ժամանակ է անցնելու, ինչպես նաև գիտենք, որ տարեկան սահմանաչափ են դրել մոտավորապես 8 այց եւ 8 այցից հետո արդեն մնացածը լինելու է վճարովի։ Հետաքրքիր է ինչի վրա հիմնվելով են նրանք փորձել այդ 8 այցի սահմանափակումը դնել, ինչը շատ հետաքրքիր է։ Նաեւ նշեմ, որ մենք գիտենք, որ կան հիվանդություններ, մանավանդ քրոնիկ հիվանդություններ, որոնց ժամանակ ուղղակի անհնար է չդիմել շտապ օգնությանը եւ քաղաքացին կարող է ամսվա մեջ մոտավորապես 3 անգամ էլ զանգահարել, կանչ գրանցել եւ այս պարագայում ինչքան գումար պետք է ծախսի քաղաքացին, եթե ճիշտ եմ հիշում, մոտավորապես 10000 դրամ է 8 այցից հետո դառնալու յուրաքանչյուր այցը։ 10-ից 15 կախված համայնքից։ Սա բավականին մեծ գումարների մասին ենք մենք խոսում, ինչը որ կարելի է դիտարկել ոչ թե բարելավում, այլ հակառակը, ավելի վատթարացում համակարգում։ Նաև ներկա պահին բավականին ակտիվ փորձում են ինչ-որ ծրագրեր ներդնել, մտածել եւ սա ցանկալի կլիներ, որ ի օգուտ քաղաքացիների լիներ, սակայն մենք տեսնում ենք, որ հակառակը լրիվ չհիմնավորված ինչ-որ լրիվ չձևակերպված ծրագրեր են ներդնում, որոնք որ առհասարակ որևէ մեկին ոչ պիտանի են, ոչ էլ բարելավում կարող ենք համարել ինչ-որ հարցում։ Երևի թե լսել ես մոպեդներով շտապ օգնության մասին։ Սա շատ մարդկանց մոտ, նաև ոլորտում մեծ ծիծաղ ու ծաղր է առաջացնում, քանի որ 2024 թվականից խոսվում էր սրա մասին, բայց չէր ներդրվել։ Հիմա փորձում են արագ-արագ, այսպես նախընտրական քարոզարշավի նման ներդնեն այս ծրագիրը։
Ինչը իրենից ենթադրում է, որ հավանաբար օրդինատորը պետք է նստի մոպեդ, մոտոցիկլետ, ունենա իր հետ առաջին օգնության պարագաներ, պետք է ունենա այնտեղ սիրտը մերսող ապարատ, պետք է ունենա դեղորայք, պետք է ունենա նաև EKG-ի սարք, եւ այս ամեն ինչով պետք է գնա հասնի դեպքի վայր, որտեղ է օրինակ ամպուլան բացելու դնի ներարկիչով ներարկում կատարի, որտեղ է փորձելու այդ սարքավորումները դնի տեղադրի ստուգում իրականացնի, սրանք հարցական են։ Բացի դրանից, այսօր մենք մեր երթևեկությունը տեսնելով, հասկանալով, հասկանում ենք, որ ուղղակի այդ օրդինատորի կյանքով, որ փորձում է ստանալ պրակտիկա, աշխատել եւ իր վարձավճարը մուծել, ուղղակիորեն նրա կյանքը վտանգի տակ է լինելու։ Սա շատ խիստ ծաղր ու ծիծաղ առաջացնող ծրագիր է, որը որ երևի թե այդպես էլ լույս չտեսնի կամ ուղղակի հակառակ էֆեկտ կունենա։ Ինչպես որ մենք տեսանք եղավ ապահովագրության հետ այս ամեն ինչը, ուղղակիորեն ծրագրեր են որոշումներ դնում նախընտրական քարոզարշավի նման, որոնք որ ընդհանրապես ներկա պահին պետք չեն։ Հա, այդ ծրագրերից մեկը այդ ապահովագրությունն է, որը մենք բազմաթիվ անգամներ քննարկել ենք, խոսել ենք այս մասին տարբեր հարթակներում, մեր սոցիալական կայքերում, ու չնայած այդ ամեն ինչ, չնայած նաև մի շարք այլ մասնագետների կարծիքներին, մեկնաբանություններին այն հարցի շուրջ, որ դեռ վաղ է այս համակարգը ներդնել, որովհետև բախվելու ենք խնդիրների, չնայած այս ամենի իշխանությունը որոշեց հետ քայլ չանել եւ ընտրություններից առաջ որոշակի ձայներ կորզելու նպատակով ներդնել այս համակարգը, որը ցավոք սրտի արդեն իսկ ներդրված է հունվարի 1-ից, ու սկզբնական շրջանում տեսանք ինչպիսի հերթեր էին, հատկապես առաջնային պահպանման օղակներում, մասնավորապես պոլիկլինիկաներում, ինչպես նաև առաջանում էին մի շարք խնդիրներ հիվանդներին սպասարկելու տեսանկյունից, որովհետև բժիշկը պարզապես չգիտեր ինչ ընթացակարգով պետք է տեղի ունենա այդ սպասարկումները եւ ինքը ինչ գործելավոճ պետք է ընդունի այդ ընթացքում, այսինքն մինչ օրս նաեւ մենք չունենք ծառայությունների հստակ արժեքներ, չկան հրապարակված ցանկեր, ու այս ամենը հաշվի չեն առնում այս իշխանությունները, չնայած որ օրինակ առողջապահության նախարարին բազմաթիվ անգամներ ընդդիմադիր պատգամավորները խնդրել են, որպեսզի կոնկրետ ցուցակներ հրապարակվեն, որպեսզի մասնագետները իմանան իրենց իրականացրած մեկ ծառայության հստակ արժեքը։ Դա չկա։ Միևնույն ժամանակ իրենք նշում են, որ մոտավորապես 129-130 հազար դրամ տարեկան կտրվածքով պիտի այն մարդիկ, ովքեր ստանում են 200 հազար եւ ավելի աշխատավարձ, պետք է տրամադրեն այդ ապահովագրական ինչ-որ սահմանափակ փաթեթին, եւ եթե դա իրենց չի գոհացնում, կարող են լրացուցիչ փաթեթ ձեռք բերել, ինչպես նաեւ հիմա արդեն խոսում են այն մասին, որ այն գումարը, որը մարդը տալիս է իր աշխատավարձից զինապահ հիմնադրամին, խոսքը 5500 դրամի մասին է, այսուհետ զինապահ հիմնադրամին փոխանցվելու է միայն 1000 դրամ, իսկ մնացած 4500 դրամը նորից անցնելու է այս ապահովագրությանը, իսկ եթե մենք օրինակ մուտք գործենք զինապահ հիմնադրամի կայք, առաջին բանը, որ մենք կտեսնենք, դա նվիրատվությունն իրականացնելու համար նախատեսված կոճակն է, որով այդ մարդիկ խնդրում են օգնություն քաղաքացիներից եւ ակնկալում են որոշակի աջակցություն, իսկ այսօր ստացվում է, որ այդ աջակցությունը ոչ միայն չեն տրամադրում արդեն, այլ նաեւ այդ գումարներից իրենք վերցնում են։ Փոխանակ իրենք նպաստել են այնպես անեն, որպեսզի այդ հիմնադրամը ունենա ավելի քիչ շահառուներ, որովհետև այդ մարդկանց առողջական խնդիրները, մի շարք խնդիրներ լուծվեն, փոխանակ իրենք նպաստեն ինչ-որ առումով, իրենք անում են ճիշտ հակառակը։ Քանի որ մի փոքր խոսեցինք այս ապահովագրության խնդիրներից, խոսենք ոնց է ընդհանրապես ինքը իրականանալու։ Սկզբնական շրջանում գնում են պոլիկլինիկա, այնտեղ անցնում են առաջնային ստուգումներ, որից հետո նրանց տրվում է ցուցում, որևէ հիվանդանոց եւ նրանք գնում են անցնում են բուժման մնացած մասը, եթե հարկավոր է լինում։ Այստեղ մենք բախվում ենք մի խնդրի, որտեղ պոլիկլինիկաներում բացի նրանից, որ առաջանալու է հերթ, առաջանալու է նաև, այո, արդեն առաջացել են, ուղղակի բացի հերթերից, այստեղ կա շատ կարևոր մի հանգամանք, որ յուրաքանչյուր կոնսուլտացիան կարող է տևել 15 րոպեից մինչև ժամ ու կես եւ ավելի։ Օրական պացիենտների քանակը պատկերացնում ենք, թե ինչքան մեծ է լինում, հոսքի մարդկանց ինչքան մեծ է լինում եւ բժիշկներն ուղղակի պոլիկլինիկայում ֆիզիկապես չեն կարող այդքան մարդու զննել, այդքան մարդու կոնսուլտացիա անցկացնել։ Այս
մեծ բեռի եւ մեծ ծանրաբեռնվածության հետ մեկտեղ մենք ունենք մի իրականություն, որտեղ յուրաքանչյուր կոնսուլտացիայից պոլիկլինիկայի բժշկին հասնում է 2000 դրամ։ Փոխհատուցումը ապահովագրության շրջանակներում ընդամենը 2000 դրամ է, որից հանում ենք տոկոսները, որոնք որ պոլիկլինիկան է վերցնում, տակը մնում է ընդամենը չնչին գումար, որի դիմաց կատարվում է ահռելի մեծ աշխատանք եւ այս ամենի հետ մեկտեղ սովորական հիվանդանոցներում յուրաքանչյուր կոնսուլտացիան արժանում է 15000 դրամից մինչեւ 25000 դրամ, որոնք որ գտնվում են օրինակ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը, որը նախարարության ենթակայության տակ է։ Այնտեղ մոտավորապես կոնսուլտացիաների այցելի գինը այդքան է։ Ապահովագրությունը այնքանով է ոչ լիարժեք, որ մենք այսօր ունենք օրինակ դեղորայքի մեծ պակաս Հայաստանում, անհայտ ճանապարհներով ներմուծվում են տարատեսակ դեղորայքներ, արմետ համակարգը նորմալ չի գործում, ընդհանրապես չի բացում։ Կամ ուրիշ մարդկանց տվյալներ է բերում, կամ չի բացում, կամ կախում է եւ մարդիկ գնում են դեղատուն, որպեսզի ստանան ապահովագրության սահմաններում իրենց հասանելիք դեղորայքը, ասում են, որ մեր մոտ կա թանկացումներ, այսինքն եթե 1000 դրամ է փոխհատուցում, դեղորայքը դառել է 1700 դրամ, դուք պետք է ձեր գրպանից այդ 700 դրամը հավելյալ վճարեք։ Կամ շատ քաղաքացիներ ասում են, որ հենց լսում են, որ ծրագիրը կախեց, ինտերնետ չունենք, չի աշխատում, ուրիշ մարդու տվյալներ է բերում, գնացեք նորից եկեք, գնացեք ծրագիրը ինչ որ բժշկի հետ փորձեք ուղղել եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչով չպետք է բժիշկները զբաղվեն։ Բժշկի ընդհանրապես ֆունկցիաների մեջ մտնում է միայն քաղաքացուն բուժելը, պացիենտին բուժելը եւ այդքան է։ Նաեւ 2000 դրամի մասին խոսեցի պոլիկլինիկայի բժիշկների, ցանկանում եմ նաեւ նշել ինչքան քիչ են այսօր աշխատավարձները, առաջին աշխատավարձը որ ստացել են ներդրումից հետո, օրինակ 120-140 000 դրամի փոխարեն ստացել են 50000 դրամ, 60000 դրամ։ Ես շատ ավելի ցածր թվերի մասին եմ լսել, ինչը ինձ մոտ պարզապես ինչ որ, չգիտեմ, աբսուրդային տրամադրություններ է առաջացնում։ Ու հա, ես տեղյակ եմ, որ բուժաշխատողների առհասարակ ոչ միայն բժիշկների, այլ նաև մի շարք այլ մասնագետների այդ օղակում գտնվող իրենց աշխատավարձի վրա դա ունեցել է մեծ ազդեցություն, կրճատումները 30-ից 50%-ով են մոտավորապես, եւ օրինակ դրանք հիմնականում փորձում են կապել պացիենտների թվի հետ, բայց օրինակ եթե դիտարկենք տուբերկուլյոզով հիվանդները, իրենք թվով քիչ են ու այսինքն բժիշկը գործ է ունենում քիչ թվով պացիենտների հետ, բայց պետք է հաշվի առնել նաև, որ այդ պացիենտները տևական ժամանակ են ստանում բուժում ու այդ մարդկանց աշխատավարձերը դրանով պայմանավորված կրճատելը ուղղակի խելքին մոտ չի, եթե չասեմ, որ ընդհանրապես նորմալ չի, ու երբ որ արդեն բժիշկները սկսել են իրենց բողոքը բարձրաձայնել, նաև գրառումներ են կատարել տարբեր հարթակներում, ինչպես նաև վերջերս տեսանք, որ ազգային ժողովի դիմաց բժիշկները ակցիա էին իրականացրել եւ արտահայտում էին իրենց բողոքի ձայնը, ինչը նորմալ է բոլոր քաղաքակիրթ եւ առհասարակ զարգացող երկրներում անգամ, եւ այս տեսանկյունից մենք ունենք մի իրավիճակ, երբ որ այս ամենի ֆոնին բժշկական կենտրոնների տնօրենները կանչում են իրենց մոտ բժիշկների եւ սպառնում են աշխատանքից հեռացնել, եթե իրենք շարունակեն իրենց բողոքը արտահայտել տարատեսակ գրառումներով, ակցիաներով, հանդիպումներով, քննարկումներով եւ այլն, միևնույն ժամանակ առողջապահության փոխնախարար Նանուշյանը Լենա Նանուշյանը տեղադրում է մի տեսահոլովակ, որտեղ բացառիկ այսպես անտակտություն է դրսևորում եւ ծաղրում է այն բժիշկներին, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար, ստանալու համար պատշաճ կերպով աշխատավարձ։ Չնայած որ ասեմ, մինչ այս ամենը նորից իրենց աշխատավարձը չի եղել ինչ որ նորմալ թվի մասին ամեն դեպքում, բայց հիմա կատաստրոֆիկ ցածր է։ Բացի դրանից Անահիտ Ավանեսյանն էլ պնդում էր, որ այս ամենը անհեթեթություն է, որ Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ խնդիր աշխատավարձերի հետ կապված եւ որ ինքը բաց է քննարկումների համար, բայց օրինակ 3 տեսանք, որ ազգային ժողովում տեղի էին ունենում քննարկումներ, որոնք հրավիրվել էին ընդդիմադիր падգամավորների միջոցով եւ այդ հանդիպումներին հրավիրված են եղել նաեւ նախարարը կամ իր փոխնախարարներից որևէ մեկը, բայց որևէ մեկը չի ներկայացել այդ հանդիպմանը, նշանակում է, որ իր ասածը, որ իրանք բաց են քննարկումների համար, չի համապատասխանում իրականությանը։ Քանի որ խոսեցինք Տիկին Ավանեսյանի այսպես ասած մտքերից, ցանկանայի խոսել, որ ճեպազրույցներից մեկի ժամանակ Տիկին Ավանեսյանը նշեց, որ բոլոր
նրանք, ովքեր որ կատարում են լավ աշխատանք եւ իրենց աշխատանքը կատարում են գերազանց, նրանք անպայման ստանում են վճար, պարգևավճար։ Կցանկանայի մի վիճակագրություն նշել, որ մենք գիտենք, որ նախարարները ստացել են 9 միլիոն պարգևավճար, 9 միլիոն դրամ պարգևավճար, որը մեկ նախարարի պարգևավճարը անում է 1 թոշակառուի 21 տարվա թոշակը, 1 բժշկի 56,000 հիվանդի կոնսուլտացիա, 1 մայրապետի 9 տարվա աշխատավարձը, եւ սա շարունակական է, չնշեմ մնացած թվերը, որտեղ ահռելի մեծ թվերի մասին ենք մենք հիմա խոսում։ Այս ամենի հետ մեկտեղ եւս պատրաստում են նորից պարգևավճարներ տան եւ մի հարցում էր կատարվել, որի ժամանակ հիվանդանոցների տնօրեններին, բուժանձնակազմին հարցրել են. դուք ձեր աշխատանքը լավ կատարել, դուք ստացել եք պարգևավճար, եւ բոլորի պատասխանը եղել է բացասական, որևէ մեկը պարգևավճար չի ստացել։ Բացի սրանից մենք խոսում ենք բժիշկների աշխատավարձի մասին, որը տեղից կատարված գործի համեմատ բավականին ցածր է եւ ներկա պահին այսպիսի կրճատումներ, այսինքն 60,000 դրամով ինչպես կարելի է նման ահռելի գործը ընդամենը գնահատել 60,000 դրամ եւ ասել դրա հետ մեկտեղ, որ մենք գնահատում ենք ձեր աշխատանքը, ձեր մասնագիտական գիտելիքները մեզ համար շատ կարեւոր են, ձեր աշխատանքը շատ կարեւոր է։ Ինչպես է կարեւորում։ Օրինակ անեսթեզիոլոգի վճարն էլ ես կարդացի շատ տեղերում, որ կազմում է ընդամենը 5-ից 7,000 դրամ։ Ինչը բավականին աբսուրդ է ցուցանիշը, հաշվի առնելով իրենց ճակերտավոր ներդրումները ապահովագրական համակարգի մեջ, եւ իրենք ունեն մի հիմնադրամ, որը բացվել է մինչեւ օրենքի այսպես ընդունումը, եւ այդ հիմնադրամին արդեն իսկ, եթե ճիշտ եմ հիշում թիվը, 129 միլիարդ դրամ տրամադրվել է բյուջեից, իսկ հիմա իրենք արդեն առաջին եռամսյակում ենք մենք, բայց արդեն պնդում են, որ գումարները չի բավականացնում եւ լրացուցիչ Անահիտ Ավանեսյանը կառավարությունից խնդրում է 2.9 միլիարդ դրամ։ Կցանկանայի նաև նշել, որ մենք ունենք բավականին բժիշկների հագեցվածության հետ կապված խնդիրներ, նաև մարզերում շատ մեծ խնդիրներ կան հենց նեղ մասնագետների, եւ այս ամենի հետ մեկտեղ նշվում է, որ պետք է ներկայացվեն լիցենզիայի թղթեր, անհատական լիցենզիաներ, որը մեջ լինելու է նարկոդիսպանսերից, հոգեբուժարաններից եւ ակնաբուժի ծառայություն։ Այո, մնացած այլ ծառայություններից կցանկանայի նաև նշել, որ այն մարդիկ, այն բժիշկները, ովքեր որ ունեցել են նևրոզ, նրանք չեն կարողանալու այլևս կատարել իրենց աշխատանք, այսինքն հեռացվելու են աշխատանքից։ Նևրոզ, եթե Տիկին Ավանեսյանը չգիտի, մեծ մասը նաև տանում են սովորելու ընթացքում։ Ու դա հստակ ախտորոշելն է։ Դա հստակ ախտորոշում չի։ Օրինակ ես կարծում եմ, որ 10 տարի կյանքիցդ նվիրես, 10 եւ ավել տարիներ կյանքիցդ նվիրես ուսմանը, որ կարողանաս դառնալ բժիշկ եւ աշխատել, եւ ինչ որ մեկը գա ասի, որ դու ինչ որ մի этаպում քո կյանքի տարել ես նևրոզ, դու չես կարող այլևս քո աշխատանքը ծավալել, դա ոչ մասնագիտական մոտեցում է, ինչն է, որ բնականաբար Տիկին Ավանեսյանին բնորոշ է։ Կցանկանայի նաև նշել, որ այսօր հոգեկան խնդիրները եւ ընդհանրապես հոգեբանական խանգարումները բավականին մեծ տարածում ունեն մինչեւ 18 տարեկան անձիկ եւ 14 տարեկանից մոտավորապես դեռահասների մոտ արդեն սկսվում են հոգեկանի հետ կապված խնդիրները, ինչի ցուցանիշները բավականին մեծացել են։ 2020 թվականից մինչև 22 թվականը գրանցվել է 5-ի համեմատ ավել 10 միջև դեպքեր ինքնասպանության փորձերի, ինչպես նաև սննդային խանգարումներ աղջիկների մոտ եւ վարքագծի բնավորության հետ կապված մեծ փոփոխություններ եւ ինքնասպանության դեպքերի կտրուկ աճ է եղել մինչև 18 տարեկան անձանց մոտ։ Փորձերի նույնպես։ Եվ այս ցուցանիշների հետ մեկտեղ մենք ունենք այս պատկերը, որ ոչինչով չեն զբաղվում ուղղակի։ Սա առողջապահության նախարարության համար պետք է լինի առաջնային հարց, որտեղ մենք խոսում ենք մեկ նոր սերնդի մասին, դեռահասների մասին, եւ որևէ ինչ որ այս հարցերին լուծում չի տրվում։ Վերջին ազգային ժողովի նիստերից մեկը նայեցի, որտեղ փոխարինում էին Հռիփսիմե Հունանյանին, ով տարատեսակ արտահայտություններով է հայտնի եւ իր փոխարեն այսուհետ առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կլինի Վանիկ Օհանյանը, ում մասին ընդհանրապես որևէ անգամ չէի լսել, որևէ տեղեկություն չունեի, թե ով է, ու միայն որոշակի մասնագետների եւ իրենց նիստը նայելուց հետո միայն կարողացա հասկանալ, որ այդ մարդը փաստորեն падգամավոր է, որ ատամնաբույժ է ու հիմա արդեն պիտի զբաղվի այդ պաշտոնում, իրականացնի իր
գործառույթները, չնայած որ խիստ կասկածելի է, հաշվի առնելով իր առաջին ելույթում ունեցած այդ արտահայտությունները, որտեղ ինքը նշում է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում առողջապահական համակարգի վիճակը այնքան լավ է, որ հիվանդը արդեն ստիպված չի վաճառել իր գույքը, իր սեփականությունը, որպեսզի կարողանա ստանալ բուժում։ Բայց այս մարդը կարծես թե չի պատկերացնում, որ մի շարք քաղաքացիներ ցավոք սրտի բախվում են այնպիսի լրջագույն առողջական խնդիրների, որ շատ հաճախ ստիպված են լինում վաճառել իրենց ողջ ունեցվածքը, որպեսզի ստանան հասարակ ինչ-որ պրիմիտիվ բուժումներ։ Ես առաջարկում եմ, որպեսզի այս անձնավորությունը մի փոքր շրջի հիվանդանոցներով եւ հատկապես չարորակ նորագոյացություններով պացիենտների հետ հաղորդակցվի, ինչպես նաեւ իրենց ընտանիքի անդամների, որպեսզի հասկանա այս մարդկանց խնդիրները, քանի որ ինքը կարծես թե որևէ գաղափար չունի այս ամենից։ Սա շատ տարածված երևույթ է, քանի որ ԿՊ-ական պատգամավորների մեծ մասը իրենց մասնագիտական եւ զբաղեցրած պաշտոնի հետ ընդհանրապես որևէ կապ չեն ունենում։ Սա բավականին մեծ խնդիր է, սակայն մենք նաեւ ունենք մի երևույթ, որտեղ Վեդիի հիվանդանոցի տնօրենը, ով որ հանդիսանում է ԿՊ-ական, եթե չեմ սխալվում, Վեդի ավագանի, Վեդի հիվանդանոցի պետբյուջեի, այսինքն գումարներով, գնացել է խաղատուն եւ 140-ից 170 միլիոն դրամ պարտվել։ Ես կարծում եմ, որ նրան արդեն հանել են իր պաշտոնից, սակայն թե ով է պատրաստվում բերել եւ հետ վերադարձնել Վեդի հիվանդանոցին 140-ից 170 միլիոնը, սա հարցական է։ Իսկ Ռիփսիմե Հունանյանի վերաբերյալ կցանկանայի ասել, որ ինչպես Ռիփսիմե Հունանյանը, այնպես էլ մնացած բոլոր անձինք, ովքեր այսօր ԿՊ-ական պատգամավոր են, որևէ պաշտոն են զբաղեցնում, Ռիփսիմե Հունանյանի պես իրենց պաշտոնի տակ դնում են իրենց սերը եւ հոգատարությունը, բայց ոչ բարձրագույն կրթություն։ Եվ նաեւ կցանկանայի այսօրվա մեր եթերը ավարտեինք մի շատ կարևոր կետով։ Մենք գիտենք, որ այսօր աշխարհաքաղաքական ընդհանուր վիճակը բավականին վատ է եւ Իրանում այսօր գնում են բավականին մեծ ռմբակոծումներ, հրդեհներ, որի պատճառով նաև վնաս է հասնում Հայաստանին, ինչ-որ բաժին։ Ճիշտ է, մենք գտնվում ենք հյուսիսում, բայց այդ հրդեհների պատճառով, պայթյունների պատճառով կարող են սպասվել նաև ծծմբային, ազոտի եւ այլ թթվային անձրևներ, որոնք որ հնարավոր է որ գան նաև Հայաստան։ Այս ամենի հետ մենք ունենալ ենք օդի աղտոտում, ինչպես նաև մեր իրականությունում Ամիրյան փողոցում վերջերս ծառահատումներ էին տեղի ունենում կրկին անգամ եւ օդի աղտոտվածությունը սպասենք, որ պետք է ավելի վատ դառնա, չնայած չգիտեմ էլ ուր է ավելի վատ գնալու։ Շնորհակալություն այսօրվա համար այսքանը, սպասեք մեր մյուս եթերներին։ Շնորհակալ ենք դիտման համար։